տեղեկատվական դաշտում տեղ գտած ինչ-որ անկապ եւ աբսուրդային տեղեկություններ, ընդ որում ցավալին այն է, որ մենք ունենք նաեւ արցախցիների մի Սիմեոնի Բիզորոդը ունենք մի քանի արցախցիներ, ովքեր տարածել են այդ տեղեկությունները, ովքեր անգամ մեր ձևովի հետ կապված արցախցիների օժանդակության հետ կապված են որոշ արցախցիներ հակառակ տեղեկություններ տարածել, ամենտեղ վատը կա, բայց ուշադրություն չենք դարձնում եւ նրանց անգամ արցախցիները իրենց սոցիալական շրջապատում կամ իրենց մեջ նման անձանց որևէ ուշադրություն չեն դարձնում։ Բայց գուցե պետք է անունները տալ, որպեսզի այդ մարդիկ չշատանան, հա, իրենք իմանան, որ իրենք ես անգամ նրանց անունները չեմ հիշում։ Նրանք այնպեսի, չգիտեմ, հեղինակություն չունեն, որ ես նրանց անունները հիշեմ։ Մի աղջկա մասին է խոսքը գնում Ասկեյանից, ով որ ասում է, որ ինչ-որ կապ ունի ներկայիս իշխանությունների հետ, որ անգամ սիրային հարաբերությունների մեջ է պաշտոնյաներից մեկի հետ, ես անգամ նրա անունը չեմ հիշում, որ նրա անունը տամ կամ չտամ։ Ինչ է անում այդ աղջիկը, ինչով է օգտակարինում այս իշխանությունը։ Որ չսխալվեք մեր ձևովի հետ կապված, չգիտեմ, նրանք էս են անում, նրանք քաղաքականությամբ են զբաղվում, նրանք գալիք ընտրություն, մենք քաղաքականությամբ ենք զբաղվում, դա անթակույց։ Այդ մեկ երկրորդ, բայց ինչ վերաբերում է արցախցիների օժանդակությանը, այս մենակ այս գրասենյակն է իրականացում այդ միջոցառումը քաղաքացիության թման հետ կապված։ Դուք գիտեք առհասարակ Տաշիր բարեգործական կազմակերպության կողմից ինչ բարեգործական միջոցառումներ են ձեռնարկվում եւ շարունակական ձեռնարկում արցախցիների նկատմամբ։ Եվ տարիներ շարունակ Արցախում խոսքը ոչ միայն հիվանդանոցին, փաթեթավորած տվեցին թշնամուն։ Այո, մայրերին տրվող համապատասխան սոցիալական վճարների կամ հիվանդանոցի կամ 1500 արցախցիների բնակավայրով եւ աշխատանքով տեղավորելու մասին չանհատական ծրագրերի մասին է կապված առողջական խնդիրների հետ, կապված իրենց սպորտային կյանքի հետ, ինչպիսի բազմաթիվ միջոցառումներ է ձեռնարկվում բոլորի նկատմամբ։ Հիմա դա եւս քաղաքականության դրսևորում է կամ դեռևս է, երբ հակառուցվել Ստեփանակերտի հիվանդանոցային ժամանակ դուք կարծում եք, որ Սամվել Կարապետյան քաղաքականությամբ զբաղվելու Չէ, դա հասկանալի անկապ հայտարարություն է, բայց պետք է լրացնել այդպիսիներին, կարծում եմ, որպեսզի մարդկանց մոտ։ Ես կարծում եմ, որ նման անձանց անգամ ուշադրություն դարձնել պետք չէ, թող խոսեն ինչքան ուզում են, որովհետև արցախցիների մոտ նրանք որևէ հեղինակություն չեն վայելում եւ նույն անձանց թվին եմ ես դասում նաեւ որ սոցիալական աջակցության ծրագրերի ակտիվ օժանդակող են համարում իրեն Լիաննա Պետրոսյանին, երբ որ արցախցիների ես վստահեցնում եմ, որ արցախցիների մեծամասնությունը, դա իմ կարծիքն է, բայց ես այդպես եմ կարծում եւ վստահեցնում եմ ձեզ, որ արցախցիների մեծամասնությունը նրան որպես, չգիտեմ, այդպեսին չի ընդունում, կապված զուտ այն անձով, որ համագործակցությունը Հայաստան, ոչ թե համագործակցությունը, այլ համագործակցությունը կարող է լինել նորմալ երևույթ, ով որ նվիրվում է, ով որ պատրաստ է դառնալ Հայաստանի Հանրապետության իշխանության ստրուկ, արցախցիների մոտ նա որևէ հանրային հեղինակություն ունենալ չի կարող։ Հասկանալի, բայց եթե ամփոփենք պարոն Շահրամանյանի հետ կապված, լավ ինչ են ուզում այս իշխանությունները, ինչ են ուզում, որ ինչ անի պարոն Շահրամանյանը։ Իշխանությունը գործողություններ է ձեռնարկում այն անձանց նկատմամբ, ովքեր Արցախի վերադարձի հարցը ակտուալ են համարում։ Հա, հասկանալի։ Նաև Շահրամանյանը։ Նրանք ամեն գնով պատրաստ են նման անձանց հեռացնել կամ, չգիտեմ, լռեցնել կամ զսպեցնել, եւ այս բոլոր գործողությունները ուղղակի քաղաքական գործընթացներ են, որոնք ձեռնարկում են արցախցիների եւ իդեմս Սամվել Շահրամանյանի։ Եվ փաստորեն այս իշխանությունը իր ձեռագրին, այսպես Սամվել Շահրամանյանի միայն այն հայտարարությունը, որ ես կիսում եմ կաթողիկոսի կարծիքը, առաջացել այս բոլոր հետևանքները։ Այո, ճիշտ եք։ Դա շղթայի տարբեր օղակներ են, որ այսպես ամբողջացնում են։ Այո, այո։ Փաստորեն կարող ենք ասել, որ այս իշխանությունը իր ձեռագրի համահունչ, ինչպես արդեն ասացի, միշտ փորձում է գտնել, ասենք եկեղեցում գտավ 10 հուդաների, հա, արցախցիների մեջ փորձում է գտնել էլի Արցախի շահերին դավաճանողների, ամենտեղ փորձում է գտնել եւ նրանց ձեռքով հայտնի խոսքով ասած շագանակներ, այսպես որ սա։ Հետո այդ նույն իշխանությունը խոսում է հիբրիդային պատերազմից։ Դա արդեն հասկանալի է, դեպ ես նկատեցի, որ դուք այդ հիբրիդային պատերազմ ասվածը նաև մտածում եք, որ դա ուղղված է հենց նաև արցախահայության դեմ։ Դա ընդհանրապես ներքաղաքական դաշտին է ուղղված, ընդդիմադիր դաշտին, մասնավորաբար հետաքրքիր տարբերակ է արցախահայության կազմակերպությունների, ինչպես նաև պետության մակարդակով միջամտություն է ուղղակի Հայաստանի Հանրապետության ներքին կյանքին, որը որ վարվում է հօգուտ Հայաստանի Հանրապետության իշխանության։ Ես դա այդպես կորցնեմ։ Միանշանակ, Ռոման, մեր եթերը արդեն սպառվել է, եթերը ժամանակը շատ կարճ կխնդրեմ անդրադառնալ
ժամանակ Արցախի ներկայացության շենքի հետ կապված ի վերջո ինչ է լինելու ժամանակ առ ժամանակ սպիտակ կարմիր բերետավորներ, դեմքերը փակ, այսպես ԱԱՑ աշխատողներ հանկարծ ներխուժում են ներկայացություն, սկսում քարուքան դանել, դուք այնտեղ մի լավ բան եք գրել, հա, եկան առարկաներ չհրկիզվող պահարանը հայտնաբերեցիք ջարդված, հանցավոր առարկաներ, դատարկ թղթապանակներ, Ազատ Արցախ հանրապետության թղթի մեկ օրինակ ջարդեցին, եկան թրկար ծառայության աշխատակիցների օժանդակությամբ, մտան, ջարդեցին, չգիտեմ ինչ որ մտածածին քրեական վարույթներով, մտան գործողություններ կատարեցին, ընդ որում այնքան իրավական առումով այնքան թույլ էին, որ քննիչը անգամ չգիտեր, որ քրեական դատավարության նորերս գրքով ինքը նախաքննության տվյալները չհրապարակելու պետք է հենց գրավոր զգուշացում տա, երբ որ չկար նման զգուշացում, անգամ բանավոր չկար, այս լրագրողների ճեպազորությունից այլ պատմեցին չէ տեղի ունեցել, այնուհետև միանգամից զգուշացրեցին, հետո վերջում արդեն հասկացան, որ երբ որ ես օրենքի պահանջը նրանց ցույց տվեցի, որ պետք է զգուշացում լինի գրավոր։ Գրավոր զգուշացումը տալու պահից ես փորձում եմ նախաքննական տվյալներ չհրապարակել, այնուամենայնիվ ինչը արդեն հանրահայտ է, եկան Ազատ Արցախի թերթը վերցրեցին, մտածում էին անգամ դա արգրավելու հարցը։ Ինչևէ, Արցախ հանրապետության ներկայացության նկատմամբ քրեական վարույթներով ոչինչ իցավս նրանց հայտնաբերել չի հաջողվել, բայց մենք ունենք մի հատ վարչական վարույթ, որ լուրջ վտանգ է ներկայացնում։ Այդ վարչական վարույթի շրջանակներում քննարկվում է Արցախի սեփականազրկման հարցը։ Ներկայացության շենքի նկատմամբ Արցախի հանրապետության սեփականազրկման հարցը։ Այսինքն իրենց վերջնանպատակը դա է խլել Արցախից կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում համապատասխան զեկուցագիր է ներկայացվել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը եւ գլխավոր դատախազությունը հայց է ներկայացել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան Արցախ հանրապետության սեփականության Արցախ հանրապետության ներկայացության շենքի նկատմամբ Արցախ հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցում անվավեր ճանաչելու պահանջով։ Ընդ որում գործը քննվում է վարչական դատարանի նորանշանակ նախագահ Զարիկյանի կողմից եւ այդ անձը հրաժարվում է անգամ Արցախի հանրապետությանը այդ գործով որպես կողմ ներգրավելուց։ Արցախի հանրապետությանը կամ Արցախ հանրապետության կառավարությանը քննվում է սեփականազրկման հարց, առանց սեփականության իրավունքի գրանցված սուբյեկտի այդ գործով մասնակից դարձնելու։ Գործով վճիռը կհրապարակվի 26 թվականի մարտին եւ մենք արդեն ես վստահեցնում եմ, որ մարտում դուք կտեսնեք Չնայած իրավական առումով դա աբսուրդ է, դիրքորոշում եմ գրել ներկայացրել, այնտեղ ուրիշ անձի երրորդ անձ ենք ներգրավել եւ իրանունից միջնորդություն եմ ներկայացրել, դիրքորոշում եմ ներկայացրել, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ ունենալու ենք սեփականազրկման վճիռ, ընդ որում առանց մեր մասնակցության։ Այսինքն հասնելու են նրան, որ Արցախի ներկայացության շենքը ժամանակին Ադրբեջանի դրամատիկական թատրոնի Հա, ասում է, դիրեկտ նպատակ ունեն այդ մի քանի հազար ադրբեջանցիների գալով, երբ որ Իլհամ Ալիևը 120-ամյակն է մեծ տոնակատարությամբ նշում Հայաստանի հանրան անմիջապես հաջորդող օրը ածնզեկուցագիր է ներկայացնում եւ Հայաստանի հանրապետության գլխավոր դատախազությունը հայց է ներկայացնում վարչական դատարան, որ ակնթարթորեն ընդունվում է բարույթ մի խոսքով 2026-ը նախընտրական տարի է, Ռոման, եւ բոլորիս հույսը, բոլորս, մենք նաեւ լրագրող որպես ես ինքս էլ չեմ թաքցնում, բացարձակապես, որտեղ իմ հայրենիքի վտանգը կախված է իմ հայրենիքի գլխին եւ մենք բոլորս այլևս այն վախվորած տարբերակով չպետք է խոսենք, բաց տեքստով պիտի խոսենք եւ մեր նաեւ ունկնդիրներին հասցնենք, որ միայն այս իշխանության հերացմամբ հնարավոր կլինի փրկել արդեն իր կողմից շատ բան ավերել է, շատ բան կարողացել է հասցնել փոշիացնել։ Պետք է այսպես հեռանա ինքը, որպեսզի հնարավոր լինի եղածը փրկել եւ վերականգնել։ Ավարտենք նրանով, ինչով սկսել ենք։ Այս իշխանությունից մենք որևէ այս իշխանությունից մեր միակ սպասելիքը նրանց հեռացումն է։